Հայաստանը հավակնում է Եվրամիության թեկնածու երկիր դառնալ, դրա համար պետք է լուծի նաև ներքին խնդիրները, որոնք կապված են իրավապահ համակարգի գործունեության հետ։ Երևանում Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի իսպանացի պատգամավոր Նաչո Սանչես Ամորը։ Նա նշել է տեղյակ են, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Եվրոպացի պատգամավորը շեշտել է, ժողովրդավարական երկրում սոցիալական ցանցում կարծիք արտահայտելու համար չեն բանտարկում։ Ըստ Սանչես Ամորի խորհրդային իրավական համակարգից եկած ժառանգությունն է մեղադրենք, ուղարկենք բանտ, հետո կտեսնենք։ ԿՊԱ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանն արձագանքել է, հայտարարելով, թե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է ընթանում։ Բաքվում այսօր տեղի ունեցած Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծուգործերով դատավարության ընթացքում հայտարարվել է, որ նոր պաշտպան է նշանակվել ադրբեջանցի փաստաբան Էմիլ Բաբիշովը։ Վարդանյանը չի առարկել։ Դատավարությունը հետաձգվել է, որպեսզի փաստաբանը ծանոթանա գործին եւ հանդիպի իր պաշտպանյալի հետ։ Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 16-ի նիստում հրաժարվել էր իր պաշտպան Աբրահամ Բերմանից, ավելի ուշ ընտանիքի միջոցով մեկնաբանել, որ հարկադրված է նման որոշում կայացրել, քանի որ միջազգային իրավունքի նորմերի, ինչպես նաեւ հենց ադրբեջանական դատավարական օրենսգրքի կոպտագույն խախտումները դատական լսումները վերածել են բացահայտ ֆարսի։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվել է, բացակայելու արգելքով հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նա հավելել է Կոչուբաևն ազատ կարձակվի կալանքից եւ շուտով կնոջ կողքին կլինի։ Այսօր ավելի վաղ Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ Ալեքսանդր Կոչուբաևի կնոջ վիճակը երեխայի ծնվելուց հետո կտրուկ վատ թերացել է, նա վերակենդանացման բաժանմունքում է։ Ալեքսանյանը նաեւ բացնամակ էր ուղղել գլխավոր դատախազին, խնդրելով վերացնել Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են, բայց դեռևս որևէ արդյունք չկա, լրագրողների հետ զրույցում ասել է մարզպետ Կարեն Սարգսյանը։ Երեխայի անհետացման հետ կապված պաշտոնյան վարկած չի նշել, ասելով, որ խոսակցությունները տարբեր են, երբեմն իրար հակասող։ Կարեն Սարգսյանը միաժամանակ հերքել է տեղեկությունը, թե երեխայի անհետանելուց առաջ ինչ-որ միջադեպ է եղել, որի արդյունքում մորը ոստիկանություն են հրավիրել։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Արևմուտքը փորձում է Անդրկովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներն անջատել Ռուսաստանից փոխգործակցության սեփական կառույցների ստեղծման միջոցով։ Ըստ նրա, ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունն այդ կապերը փորձում են օգտագործել ոչ այնքան փոխշահավետ համագործակցության, որքան այդ երկրները Ռուսաստանից անջատելու համար։ Մոսկվան կնկանխի այդ փորձերը առկա բոլոր հնարավոր միջոցներով՝ դիվանագիտական, քաղաքական եւ տնտեսական, հավելել է Լավրովը։ Լիտվան պատրաստ է արգելափակել տարանցումը Ռուսաստանի Կալինինգրադի մարզ, ելնելով ազգային անվտանգության նկատառումներից, հայտարարել է երկրի արտգործնախարար Կյաստուտիս Բուդրիսը։ Ըստ նրա, նման քայլ կարող է ձեռնարկվել, եթե հաստատվի Ռուսաստանի մասնակցությունը Բելարուսի ծոթերևութաբանական զոնդերի օգնությամբ մաքսանենգությանը։ Կալինինգրադ տարանցումն իրականացվում է Եվրամիության եւ Ռուսաստանի միջև գործող համաձայնագրի եւ դրանում ամրագրված պարտավորությունների հիման վրա, սակայն ըստ Բուդրիսի, պետությունը կարող է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել իր անվտանգությունն ապահովելու համար, եթե դրա կարիքը լինի։ Հայաստանով ցուրտ հոսանք կանցնի, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի, հայտնում է հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը։ Նրա տեղեկացմամբ հոկտեմբերի 29-ից 3 առանձին շրջաններում 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային շրջաններում դրանք կլինեն ձյան եւ թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հանրապետության շրջանների մեծ մասում կնվազի 6-ից 9 աստիճանով։